آماری هم هست که از اول ریاست جمهوریش تا الان اگه اشتباه نکنم چند ده هزار دروغ خیلی بارز و آشکار گفته Միայն վիճակագրություններ կա, որ իր նախագահության առաջին օրից մինչև հիմա երբեք իհարկե ճիշտ եմ հիշում այդ թիվը մի քանի հազար շատ ակնհայտ եւ բոլորի համար պարզ սուր խոսքեր են հնչել նրա կողմից։ اینکه ایران می‌خواسته آقای ترامپ رو تو ترجمه همون دروغ‌ها Այն որ Իրանը ցանկացել է սպանել պարոն Թրամփին, այս սրտերի շարքին է դասում։ از همون توهمات هست که ایشون داره Այն ցնորքներից է եւ այն ցնդաբանություններից է, որը որ նա ունի։ توی اخبار دو بار اومد که در امریکا به سمت آقای ترامپ شکلی شده معلوم نبود کی بوده چی بوده در عناصر داخلی خودشون اختلافات داخلی خودشون بوده بعضیا حتی گفتن که قبل از انتخابات اون اتفاقی که افتاد اصلا یه سناریو بوده برای جذب رأی هیچکی نمیدونه اصلا اینجا چی کار می‌کنه Hence Ամերիկայի ներսում Թրամփի ուղղությամբ ինչպես որ լուրերն են ասում, մի քանի անգամ գրակել են եւ պարզ չի եղել երևի ներքին ինչ-որ տարաձայնությունների իման վրա է դեր ունեցել դրանց իման վրա է դեր ունեցել այս դեպքերը իսկ դրանցից մեկը որ հենց նախընտրական շրջանում է եղել շատերը դա գլխավորում են որպես հենց նախընտրական այսպես որպես սցենար ձայներ նոր ձայներ ստանալու հարցում եւ որը մեկի համար պարզ չէ եւ չի կարող ասել թե ինչ է դեր ունենում այնտեղ الان هم خیلی از تحلیلگرای بین‌المللی میگن که این تجاوزی که علیه ایران شد جنگ ابستین هست در واقع یعنی اون فایل‌هایی که دست اسرائیلی‌ها هست و ترامپ رو مجبور کردن که اگر به ایران تجاوز و حمله نکنی اون مدارک اصلی رو میدید بیرون Եվ նաև որոշ միջազգային վերլուծաբաններ նաև խոսում են այն մասին, որ այս վերջին ագրեսիային ԱՄՆ-ի աջակցությունը կանգնավորված է նրանում, որ մի շարք ֆայլեր կան, որոնց մասին որ հիմա շատ է խոսվում միջազգային մեդիայում, այդ ֆայլերը որ մտնում են Իսրայելի ձեռքում եւ Իսրայելի սպառնում է Ամերիկային, որ եթե Ամերիկան չաջակցի իրեն, ապա այդ ֆայլերը հրապարակվեն։ بنابراین هر توجیهی که در خصوص حمله و تجاوز به ایران مطرح میشه پوچ و باطل است. Եվ ուստի նմանօրինակ որևէ հայտարարություններ, որոնք որպես արդարացում են ներկայացվում Իրանի դեմ ագրեսիան իրականացնելու հարցում, դատարկ եւ ցնդաբանություն են։ کشته شده در مدرسه میلان این کمک آقای ترامپ Սամիլանի դեպքում զոհված ակտիվ աշակերտներից մեկն է, սա է Թրամփի مردم ایران Սա է նույնիսկ որ Թրամփը ուղարկել է Իրանի ժողովրդին։ بنابراین اینکه ایران به این روز افتاده این ناشی از بدخواهی‌ها و جنایت‌های اینها است که ایران خواست مستقل باشد و اینها گفتن باید برده ما باشه. Եվ այն պայմանները, որ այսօր գտնվում է Իրանի ժողովուրդը եւ այն պայմանները, որ այսօր գտնվում է Իրանի ժողովուրդը, պատճառ են դժվարության եւ այն հանցագործության, որ իրականացվել է Իրանի դեմ, քանի որ Իրանը ցանկանում է անկախ լինել, իսկ այլ ուժերը ցանկանում են որպեսզի Իրանը լիներ դրանց թուղթը։ کشور ما رو تحت شدیدترین و بی‌رحمانه‌ترین تحریم‌ها قرار دادن که هیچ کشوری یک ماه نمیتونست با این تحریم‌ها روی پای خودش بایسته. Մեր երկիրը ենթարկեցին սաստիկ պատժամիջոցների, որոնց որ որևէ երկիր նույնիսկ մեկ ամիս չէր կարող դիմանալ։ Եվ ինչպես ես արդեն նշեցի, այս ցնդաբան եւ այս ցնորքները, այս ֆանտազիաները, որ նրանք ունեն, միայն մի պատճառ ունեն, որ նրանք Իրանի եւ Իրանի ժողովրդին չեն ճանաչում։ شهادت رهبر معظم ما باعث انسجام بیشتر مردم ما و مسلمان شدن بیشتر اونها شد. Մեր երևույթավոր հոգևոր առաջնորդի մահը միայն էլ ավելի համախմբեց մեզ եւ էլ ավելի ամրապնդեց մեզ ներազգային ձգտումների ճանապարհին։ بعضی از افراد از مردم ما هم که ممکنه معدودی از مردم که شاید نگاهی داشتن که حالا آقای ترامپ گفته میخوام بهشون کمک بکنم الان متوجه شدن که این کمک حمله به مناطق مسکونی کشتن مردم بوده بنابراین در وعده‌های دروغی آقای ترامپ جز کشتار و خشونت و خرابی و ویرانی چیزی نهفته نیست. Մեր
ժողովրդի շրջանում կային մարդիկ, ովքեր որ հավատում էին Թրամփի խոստումների օգնության վերաբերյալ, սակայն ի վերջո մենք բոլորս տեսանք, որ այդ խոստումների արդյունքը միայն եւ դրանց հետևան եւ այդ խոսքերի հետևանքը միայն մարդկային կորուստներն են, սպանությունները, ավերվածությունները եւ ուսով եմ հիմա արդեն բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Թրամփի օգնության խոստումները միայն իրենց հետևում ունեն բռնություն, ավերվածություններ եւ մարդկային կորուստներ։ یه فردی که در امریکا نشسته و تصور میکنه که مردم ایران قرار هست به خاطر اون برن کشته بشن حاکم بشه یه توییت زده بود که قلب من شکسته قلب من شکسته از مرگ این سه تا سرباز آمریکایی که کشته شدن Եվ այն հոգին այն անձով գտնվում Ամերիկայում եւ հույս ունի, որ իրեն ժողովուրդը իրեն սպանության կմատնի եւ կգնա կսողվի, որպեսզի այդ անձը վերադառնա Իրան եւ դառնա Իրանի ղեկավարը։ Այդ անձը երեք մի Twitter-ում մի գրառում էր կատարել, որտեղ որ նա նշում է, որ նրա սիրտը կոտրվել է եւ նախորապես ցավում է երեք ամերիկացի զինվորի սպանության համար։ یکی زیرش نوشته بود که احساس قلبت در مورد این 153 کودک بیگناه کشته شده در میلان چیه؟ Մի հոգին ներքև մեկնաբանությունների դաշտում գրել էր, որ սիրտը ինչ է զգում այն 153 աղջիկ աշակերտների համար, ովքեր որ Մինավի դպրոցի արձակման հետևանքով զոհվել են։ Ոչ մի մեկնաբանություն չի ստացել։ ایران معمولا دنبال مرده‌های مفت و مجانی و ارزان قیمت و فوری هستیم. Պարոն Թրամփը հիմնականում ցանկանում է ունենալ շատ հեշտ նվաճվող եւ քիչ ծախս պահանջող հաղթանակներ։ تا همین الان شکست خورده. گفتید آمریکا چجوری شکست خورده؟ همین الانش آمریکا شکست خورده. Դուք հարցրեցիք, թե ինչպես կարող է լինել, ինչպես են պատկերացնում ես Ամերիկայի պարտությունը այս պատերազմում, ես կարող եմ ասել, որ հենց հիմա Ամերիկան պարտվել է։ شما دارید در مورد بزرگترین قدرت نظامی تاریخ صحبت می‌کنید. Դուք խոսում եք մարդկության պատմության մեջ ռազմական ամենաուժեղ ուժը եւ պոտենցիալ ունեցող պետության մասին Ամերիկայում։ همین الانش هم متوجه شدید این صحنه اون صحنه مفت و مجانی و بزن و دران نیست. Հենց հիմա համոզվեց, որ սա հեշտ եւ որևէ ծախս չպահանջող հաղթանակը չէ, որտեղ որ կարող ես հարված հասցնել եւ առանց որևէ հակահարվածի գնալ։ ما از کشورمون دفاع می‌کنیم با همه افسانه. Մենք մեր երկիրը բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք։